Ես Ռիտա Վիգենի Ավագյանն եմ, 12 տարեկան, ապրում եմ փոքր Մասրիկ գյուղում, սովորում եմ տեղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում։ Ապրում եմ մայրիկիս, տատիկիս ու պապիկիս, 2 քույրերիս և եղբորս հետ։ Հայրս զոհվել է 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ։ Նա եղել է շատ բարի, հոգատար, հայրենասեր և պայքարող։ Երբ 2020 թվականին եղավ 44-օրյա պատերազմը, հայրս շատ էր լսում զինվորի պատգամ երգը և արտասում, հիշում էր իր կորցրած ընկերներին, իր եղբորը, և հիմա ես եմ լսում այդ երգը և պատկերացնում, թե ինչպես է զոհվում իմ հայրը։ Նրա մահից հետո ընտանիքի ամբողջ հոգսը մնաց մայրիկիս վրա։ Մայրս չունի մշտական աշխատանք, բայց գտնվեցին շատ բարի մարդիկ և օգնեցին մայրիկիս ունենալ մի արհեստ, և փառք Աստծո, հիմա նա ունի իր վարսավիրական անկյունը։ Պապայիս մահվանից հետո մամաս միշտ նենց անում, որ մենք լինենք առողջ ու լավ մարդիկ, որպեսզի մեծանանք ու բարձր պահենք մեր հոր անունը։ Ես օգնում եմ մայրիկիս տան հարցերում, քանի որ ամենամեծը ես եմ, ես օգնում եմ իմ քույրիկներին ու եղբորս, որպեսզի անեն իրենց դասերը։ Օգնում եմ մամային ափսեները լվանալ, հարթուկ անել, ավլել տունը։ Տատիկս ու պապիկս արդեն բավականին ծեր են և չեն կարողանում աշխատել, բայց նրանք էլ ունեն խնամքի կարիք։ Պապայիս մահից հետո, երբ նրանք լացում են, ես գնում եմ ու հույս եմ տալիս նրանց, որպեսզի նրանք չարտասվեն, որ մենք կմեծանանք և բարձր կպահենք մեր հոր անունը։ Քանի որ մենք ապրում ենք գյուղում, մեր տան պայմանները այդքան էլ լավ չեն, և ես միշտ ուզում եմ ունենալ իմ սեփական սենյակը, որ պատերը լինեն վարդագույն, այնտեղ դնեմ ինչ ուզում եմ և անեմ ինչ ուզում եմ։ Պապայի մահանալուց մի ամիս առաջ նա սկսեց վերանորոգել տունը, բայց երբ գնաց բանակ ու զոհվեց, այդ ամենը կիսատ մնաց։ Ես շատ կուզեմ, որ գտնվեն մարդիկ, որ շարունակեն իմ պապայի կիսատ թողած գործերը, ու մենք էլ մի օր ապրենք լավ տան մեջ։ Պապիկս գնում է աշխատանքի, ես ու իմ մայրիկը խոտ ենք տալիս մեր ոչխարներին, տանում ենք նրանց դաշտ։
Ես շատ եմ սիրում ընտանի կենդանիներին։ Ես պահում եմ մի կատու, որին շատ եմ սիրում։ Փոքր քույրիկներս գնում են բարի խմբակների եւ լավ կարողանում են պարել։ Եղբայրս գնում է նախակրթարան։ Ես գնում եմ նկարչական խմբակների եւ մրցույթներ է լինում, ես կարողանում եմ մի տեղ գրավել եւ ստանալ մեդալներ։ Նկարելու տաղանդը ստացել եմ հայրիկիցս։ Իմ հայրը զբաղվում էր քանդակագործությամբ եւ քանդակում էր մի շարք շիրմաքարեր։ Ես ուզում եմ դառնալ հնեաբան, քանի որ ես շատ եմ սիրում հին անցյալի պատմությունը։ Ուզում եմ ունենալ համակարգիչ, որպեսզի շատ նյութեր կարդամ ու ավելի շատ բան իմանամ։ Ես ամեն գիշեր աղոթում եմ Աստծուն, որպեսզի երկրում տիրի խաղաղություն եւ իմ նման էլ ոչ մի երեխա չկորցնի իր ծնողներին։ Ես հաճախ եմ նայում ես կամ ծրագիրը, շատ եմ աղոթում ու հավատում եմ, որ իմ երազանքները մի օր կկատարվեն։ Ես սիրում եմ Արմենչիկին, քանի որ Արմենչիկը մեր տան սիրելի երգիչն է, եւ հայրիկս տուն էր գալիս բանակից, նա միացնում էր Արմենչիկի երգերը եւ մենք ուրախանում էինք պարում էինք այդ երգերի տակ։ Երբ ես տեսնեմ Արմենչիկին եւ իմ երազանքը կատարվի, հայրս երկնքից կնայի ու կուրախանա, որ իր աղջկա երազանքը կատարվեց։ Ես Արմենչիկից ոչինչ չեմ ուզում, միայն ուզում եմ, որ նա մի երգի իմ հայրիկի համար։ Հիմա մենք գնում ենք, որ տեսնենք դու անցնելու ես, թե չէ։ Ասում են էլի աղջիկ կա, որ ինքն էլ է շատ երազում հանդիպի Արմենչիկի հետ, բայց ես վստահ եմ, որ դու սիրուն կներկայանաս, կպատմես քո պապայի մասին, այնպես անես, որ հասկանանք Արմենչիկը կընտրի քեզ թե չէ ու կկատարվի քո երազանքը թե չէ։ Անբացատրելի է իմ մեջ հիմա ինչ է կատարվում, բայց մի հատ լավ բան կա այս ամեն ինչի մեջ, որ հանդիպելու եմ մի ընտանիքի եւ մի փոքր աղջկա, որը որ իմ սրտով է, առաջինը որ երկար սպասել են եւ այսօր կարողանալու եմ ես նրանց հանդիպել եւ այս ամեն ինչի մեջ որ ինչ որ չափով, ինչ որ փոքր չափով կարողանալու եմ օգտակար լինեմ նրանց ընտանիքին։ Բնականաբար որ մեր փոքրիկ աղջիկը մեր հերոս տղեկից մեկի փոքր աղջիկն է, դուստրն է, այդ ամեն ինչը ավելի հուզիչ է դարձնում։ Ինձ համար շատ ավելի, չգիտեմ, էմոցիոնալ եմ դառնում։ Իրանք տեղյակ չեն, որ ես ստեղ եմ, իրանք երևի գիտեն ես Ամերիկայում եմ, Լոս Անջելեսում եմ, շատ հետաքրքիր հանդիպում է լինելու ինձ համար եւ ուզում եմ պատկերացնեմ ինչ է լինելու, բայց կարծում եմ, որ շատ հետաքրքիր է լինելու եւ շատ տարբեր է լինելու, որովհետեւ կարծում եմ, որ իրանք մտքի ծերով չի անցնում, որ ես կարող եմ հիմա նույն շենքում մի քանի sense մետր հեռավորությամբ կանգնած եմ եւ հեսա շուտով հանդիպելու եմ իրենց։ Ռիտա ջան, ո՞նց ես։ Լավ։ Ո՞նց ես տրամադրված։ Տրամադրված եմ, որ կանցնեմ ու կհանդիպեմ Արմենչիկի հետ։ Ռիտա ջան, կա եւս մի աղջիկ երեխա, ով իր մայրիկի հետ կմոտենա։ Ինքը եւս նամակագրել ես կամ նախագծին, որ հանդիպի իր սիրելի երգիչ Արմենչիկին։ Այսինքն դուք երկուսով ընտրել եք նույն երգչին։ Բայց անկախ նրանից դու կընտրվես, թե նա կընտրվի, Տիկին Ռոզա Ծառուկյանը եւ Գագիկ Ծառուկյան բարեգործական ընկերությունը նվեր է պատրաստել քեզ համար, քույրիկներիդ համար եւ եղբորդ համար։ Շատ շնորհակալ կլինեմ նրանցից։
Տիկին Ռոզա Ծառուկյանի կողմից եւ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից։ Ես շատ շնորհակալ եմ Տիկին Ծառուկյանին, իրենց ամբողջ ընտանիքից, Աստված օրհնի իրենց մեզ այսպիսի գեղեցիկ նվերներ տալու համար։ Միշտ էլ տեսել ենք Եսկամը ու տեսել ենք ինչքան երեխաների են ուրախացրել։ Աստված իրենց առատապես օրհնի։ Հələ դες ինչ սիրուն կոշիկներ են իրեն։ Շատ սիրուն է։ Հեսա կհակնես դպրոց կգնաս։ Շատ գեղեցիկ է։ Այս Սամվելին։ Այս երևի Մայրամինն է։ Մայրամը շատ կուրախանա։ Շատ սիրուն է։ Շատ շնորհակալ ենք Տիկին Ծառուկյանին։ Այս էր Մայրամինը։ Շատ թիթիզարեները Մայրամը շատ կուրախանա։ Սա երկու շաբթի օրը սիրուն կհակնեն, դպրոց կգնա։ Օ, այս ինչ սիրուն է։ Դե, լավ կուրախանա։ Շատ սիրուն է։ Ինձ երևի։ Երևի էսի քոնն է, շատ սիրուն է։ Հələ նայդը սիրուն է, չէ՞։ Այս երևի Վիկայինն է, շատ սիրուն է։ Այսօր պատկերացնում եմ, որ տանենք տուն ոնց կուրախանան իրանք։ Այս ինչ շատ են։ Այս երկու։ Այս ինչ սիրուն է։ Չես մրսի։ Հավանում ես, չէ՞։ Այս ինչ սիրուն է։ Կանոման սիրուն արդ։ Դեն մեզ ռետ ինչքան շատ տվեցին, ինչքան շատ սիրուն նվերներ է, որ կոշիկները, որ ավելի շատ պատկերացնեմ, որ հիմա տանեմ տուն, ոնց են սպասելու ուրախանան տենան, մանավանդ Սաման։ Շատ է սիրուն բոթասները, չէ։ Հեծանիվի համար եմ շատ ուրախ, որ արդեն ես իմը կունենամ ու իմը կքշեմ։ Հիշում ես ինչքան էի քուրիկներով հերթով ասում իմ համար հեծանիվ առ։ Հիմա այնա Տիկին Ծառուկյանը քեզ համար նվիրել է, դու էլ ուրախությունով կքշես։ Հիմա պատկերացնում ոնց եք հերթով կանգնելու, ասեք ես քշեմ։ Ես կամ շատ երազանքներ իրականացնում։ Հիմա այս հեծանիվը որ տանենք տուն, երեխեքով կքշենք։ Ինչքան կուրախանակ, չէ։ Շատ լավ է, բալես, ես էլ եմ քո համար շատ ուրախ։ Ուրախ եմ, որ այդ նամակը գրեցինք։ Դու միշտ էլ ասում էիր, որ ես կամը կիրականացնի իմ երազանքը։ Հիմա տեսնենք այն աղջիկը, որ կա, ոնց կլինի, բայց հուսամ, որ կկատարվի քո մեծ երազանք, ու դու կհանդիպես քո սիրելի երգիչին։ Ես մեծ հույսով եմ, որովհետև միշտ Աստված մեր կողքին է եղել։ Մամի, մամա եք սպասում։ Սպասում ենք, որ այն մի երեխան էլ կա իր մամայի հետ, ու տեսնենք ոնց է ստացվելու, դու ես ընտրվելու, թե այն մի երեխան։ Եթե չընտրվել, հույսով եմ, որ ամենչիկին հեռուց է կտենամ։ Ես հավատում եմ, բալիս։ Ոչինչ, փորձությունները դու կհաղթահարես ամեն բան։ Ես քեզ հավատում եմ։
Իմ ուզածը շատ բան չի, մենակ Արմենչիկին տենամ, իմ պապայիս երազանքը կատարեմ։ Ես գիտեմ բալես։ Այս 3 տարի է ես գիտեմ, որ քո երազանքը դա, որ իրան հանդիպես, որ ասես քո պապան ինչքան է իրան սիրել, դու ինչքան ես իրեն հիմա սիրում, իր երգերը լսում ես, մեզ էլ լսացնում ես։ Ես չգիտեմ ինչի, բայց մի օր գիտեմ, որ Արմենչիկը կլսի քո պապայի պատմությունը, որովհետև քո պապան հերոս է, ու մի օր ինքն էլ կլսի իր մասին, ու կիմանա, որ ինքը հերոս լինելով ոգեշնչվել այդ երգով ու սիրել է շատ։ Չէր սպասում։ 3 տարի սպասել եմ, այսօր երազանքս կատարվեց։ Այսօր քո պապայի երազանքը կատարվեց։ Որ պապան տուն էր գալի բանակից, մի հատ բուֆեր ուներ, դնում էր, որ ձեր երգերի տակ ամբողջ քանի ժամ շարունակ պարում էինք։ Բայց հիմա որ ինքը զոհվել է, հիմա այդ ուրախ երգերը չկան մեր ընտանիքում։ Միշտ տխուր երգերը։ Բայց ես մի հատ բան գիտեմ, որ պապան վերևից նայում է ու կարծում եմ այս ամեն ինչի հիմա որ կատարվում է, ինքը հենց հիմա էլ ստեղ ներկա է, նայում է, ուզում է որ դու եւ քո քույրերը, եղբայրը, մաման ուրախ լինեք։ Ես համոզված եմ, որ ինքը կուզենա, որ դուք միշտ ուրախ լինեք ու ուրախ երգերը լսեք, բարեք էլ ուրախանաք։ Իսկ դու գիտեք, որ ես Հայաստանում եմ, գիտեիք, թե չգիտեիք։ Գիտեինք, որ պետք է գաք համերգի։ Չգիտեի, որ Հայաստանում եք։ Իսկ համերգին գալու եք։ Դե իրականում Վարդենիսը, այն էլ Վարդենիսի փոքր Մասրի գյուղն է, գյուղում ենք ապրում։ Գիտենք, որ համերգն է, բայց բոլորն էլ ուզում էին, այդտենց միշտ երեխեն ասում էր կլինի մի օր մենք գնանք այդտենց համերգի։ Ուղղակի մտածում եմ, որ չգիտեմ։ Անպայման գալու եք, որովհետև ես ձեր տոմսերը արդեն բերել եմ, դուք ներկա եք լինելու։ Ձեր ընտանիքը 4 հոգի է։ Չէ, մենք 5 հոգի։ Ես եմ 4 երեխաներ են։ Ես 6 հատ տոմս եմ ձեզ տվել, որ դուք գաք։ Չգիտեմ, մի հոգի։ Մեկը ումնալ։ Ու կուզեք կբերեք ձեր հետ։ Ես երբևիցե չեմ եղել համերգների, ու այս իմ առաջին համերգն է, ու շատ շնորհակալ եմ, որ ես իմ ամբողջ ընտանիքով կարամ գամ ու դեր համերգը նայեմ։ Շատ լավ օր ենք ունենալու, լավ տրամադրությունով բարելու ենք եւ լավ sense ուրախ համերգ լինելու։ Խոստանում ես, չէ՞ որ բարելու ես։ Ուրախ երգերից ո՞րն եք դնում պարում, ո՞ր երգներ։ Հայ աղջիկները։ Հայ աղջիկները ամենասիրուն են, հայ աղջիկների համար խենթանում եմ։ Էդի ուրիշ։ Դե ծննդերին happy birthday-ն եք դնել շատ։ Են լավ ուրախ երգեր էլի ճաշակով, լավ էլ ճաշակ ունես, ասեմ։ Ես իրոք ես կամ ծրագրին շատ շնորհակալ եմ։ Միշտ Ռիտան ասում էր, որ ես հավատում եմ ու տեսել եմ ինչքան են երեխեքի երազանքներ կատարվել։ Ես վստահ եմ, մամա ասում էր, որ այդ նամակը որ գրեմ, հələ մտածում եմ, որ դուք կտեսնեք իրան ու իրան անձամբ կընտրեք ու իր երազանքը կկատարվի, այսօր կատարվեց։ Այսօր մեր համար մեր կյանքի այս 3 տարիներից հետո ամենագեղեցիկ օրն է։ Աստված վկա։ Ես շնորհակալ եմ քո պապային, ձեզ, որ դուք
լսել եք իմ երգերը, ես ուրախ եմ, Աստծուց եմ շնորհակալ, որ Աստված ինձ տվել է մի փոքր, չգիտեմ, երգելու հնարավորություն, որ մարդիկ բարեգործություններ կարողացել եմ ձեր ընտանիքի մեջ իմ երգերը այդքան հնչի ձեր ընտանիքի մեջ, բայց ես այս ամեն ինչը շատ լավ է, այս նկարանումը, բայց ես իմ մասնակցելու այս ծրագրի պարզ է, քո երազանքը իրական դարձնելն է, իրականություն դարձնելն է, բայց համել ուզում եմ ես ձեր ընտանիքի կողքը լինեմ, ինչ որ ձևով, ինչ որ բանով ձեզ օգնեմ, ձեր կողքին լինեմ։ Այդ էլ է ինձ համար շատ կարևոր։ Իմացեք, որ ես ձեր ընտանիքի հարազատն եմ այսօրվանից։ Միշտ էլ հարազատ եք դուք մեզ համար։ Հիմա ես եմ անընդհատ երեխեքը նեղանում են, որ միշտ ասում եմ մենակ եմ, տխուր եմ, այդ երգն եմ դնում։ Ամբողջ իմ այդ Facebook-յան Վիգենից նկարներով դնում եմ, ու ամեն օր համարյա այդ երգն եմ իստորիաներով դնում, որ մենակ եմ ու տխուր։ Իմացեք, որ ես ձեր հարազատն եմ, ինչ որ ես հնարավորություն ունեմ, ես ձեր կողքին կլինեմ, փորձեմ ձեզ ամեն ձևով աջակցեմ, ձեր կողքը լինեմ։ Ուզում եմ ասեմ, որ հրաշքներ լինում են, ես այդ ժամանակին կոպես փոքր եմ եղել եւ երազանքներ եմ ունեցել տարբեր բաների հետ կապված ու իմ երազանքներից շատ բաները կատարվել են, բայց ուզում եմ, որ այս օրը ուրիշ տրամադրությամբ գնանք, որովհետեւ կյանքը շարունակվում է եւ ոնց որ ես ասեցի, ես կարծում եմ, որ քո պապան ուզենա, որ դուք երջանիկ լինեք ու ուրախ լինեք։ Իմ համար էլ էր շատ էմոցիոնալ, անկեղծ ասած, միջև գալս ես էլ գիտես ինչ է ասում ընկերոջս ավտոյի մեջ, ասում եմ մի հատ համերգ լինի, մի 6 ժամ երգեմ, բայց այնպես բաներից ես էլ եմ լարվում եւ շատ էմոցիոնալ եմ դառնում, բայց ուզում եմ, որ դու ուրախ լինես, Ես ուզում եմ ձեզ մի բան քույրերը եղբայրը ուրախ լինեն, մաման ուրախ լինի։ 3 տարիների մեջ երևի դուք կատարեցիք մենակ իր վերջին կամքը։ Երբ որ ինքը առավոտյան ժամը 7-ին աղբորս հետ խոսել է, այդ ժամանակ երկուսն էլ եղբայրս էլ էր ծառայության, ինքը ասեց Արման ջան, քեզ շատ եմ խնդրում, մենակ իմ երեխեքին լավ կնայեք։ Իրանց երբեք տխուր չթողեք։ Իրանից հետո 3 տարի անցել ու երբևիցե ես չեմ պատկերացնում, որ Ռիտային սենց վիճակի տեսել եմ ու առհասարակ հիմա մեր տոն մեջ, որ հասկացանք, որ պիտի սենց բան լիներ։ Խոստանում եմ, որ կլինեմ իմ պապային օրժանի աղջիկ ու իր անունը միշտ բարձր կպահեմ։ Ես համոզված եմ դրան, որ դու տենց էլ աղջիկ լինելու ես, մեծանալու ես խելացի, լավ, պատվով, ես համոզված եմ դրանում։ Գիտեմ, որ դու երազել ես ինձ տեսնես, բայց ինձ տեսնելուց բացի ուրիշ մի հատ բանի էլ ես երազել։ Կարաս գնաս այն սենյակը, տեսնես քեզ ինչ է սպասում։ Հələ տուփը բաց, այս տուփը։ Էսի ինչ էիր ուզում դու։ Էսի որ լավ դասեր անես։ Շնորհակալ։ Որ դու լավ սովորում ես, դրա համար ենք ես վերցրել եմ։ Գիտեմ, որ շատ ես ուզում նոթբուք ունենաս, լավ դասեր անես, լավ սովորես։ Այսքան տարվա մեջ իմ ամենասպասված երազանքը այսօր կատարվեց։ Ու կարևորը ես ձեզ տեսա որդես։ Նվերների համար շատ շնորհակալ եմ, բայց շատ շնորհակալ եմ նաև, որ ինձ հետ հանդիպեցիք ու ես տեսա ձեզ։ Ես եմ շնորհակալ ձեր ընտանիքից, որ ընտրել եք ինձ ձեր ընտանիքի երգիչ։ Իմ երգերը միշտ լսել եք։ Էս էլ իմ երգերի հավաքածուներն է, քեզ եմ բերել նվեր, մեջը 4 հատ է ինքը, ձեր սիրած երգերը բոլորը մեջը կա։
Դա էլ իր գործիքն է, որ կդրես։ կդնես, հենց ինքը վրան ունի դինամիկ ունի, կդնես եւ լսես։ Այստեղ գրած է երաժշտությունը իմ կյանքն է։ Դա իմ ոնց են ասում, կարխախոս։ Ես միշտ դա ասում եմ եւ գրում եմ։ Մեջը կա 4 հատ ալբոմ եւ նայ հայ աղջիկները կա, զինվորի պատգամը այստեղ։ Խոսքով մեջն է։ Դնել դնես լսես, ես էլ քեզ գրեմ։ Դառնալիս գյուղի հաստղ։ Ես դες ինձ պապայի կարոտն եմ առնում։ Նիկես ծավուր երե պապայս եմ գրկել։ Դե արի մի հատ քեզ գրկեմ։ Արմեն ջան, մեր թանկագին սիրելի երգիչ, դուք մեզ համար մեր կյանքում չգիտեմ ոնց ասեմ, մեծ հրաշք արեցիք, որ հանդիպեցիք այս ամեն գործերը թողնելով, եկաք ու իմ երախու երազանքը կատարեցիք, անչափ շնորհակալ եմ ձեզ, Աստված առատապես օրհնի ձեր ընտանիքը, միշտ երջանկության մեջ լինեք, ձեր գեղեցիկ ընտանիքով, ձեր գեղեցիկ բալիկներով։ Աստծուց եմ շնորհակալ, կամեցել է, որ ես երգիչ լինեմ, տվել է ինձ ձայն, չգիտեմ, շնորհք ասեմ, տաղանդ ասեմ, ու այսօր կարող եմ ես մարդկանց երջանկություն պարգևեմ, միայն Աստծուն եմ շնորհակալ, եւ ձեզ եմ շնորհակալ, որ դուք գնահատել եք եւ քո պապան գնահատել է իմ երգերը, խոսքով ամեն ինչ դեռ առջևում է։ Ես կտանեմ, կդնեմ պապայի սանկինում։ Իրան կասեց։ Իրան կասեմ, որ ես արդեն իր հետ հանդիպել եմ, ու իր ու իմ երազանքը կատարվել է։ Ստորագրությունն էլ կա, չէ՞։ Հա։ Ինձ օրինակ հետաքրքրում է, ասենք ձմեռը ինչ փեճով եք տականում, հա։ Վառարանա երկաթից, Նորմալ է։ Թե քանի որ ամբողջ գյուղում գազ չկա, մենք բոլորս էլ այդ բնակիչներով վառարան ենք վառում, այդ երկաթից պատրաստված ու տենց մենակ վատը այն ա լինում, որ քամիներ ա լինում, ամբողջ տունը ծուխի մեջ կորչում է։ Հա։ Դե ես փորձեմ այդ հարցով էլ ձեզ օգտակար լինեմ։ Իմացեք, որ ձմեռվա այդ կապված այդ ամեն ինչը վերցնեմ իմ վրա։ Մի խոսքով նոր վառարան, փայտի գումարը եւ այլն, որտեվ ճիշտ ասած մենք ուրիշ բան ենք պլանավորել, գիտենք գազ կա, ուզում ենք դնենք այդ ամեն ինչը, բայց ուրիշ ձև է ու այդ հարցը այդ ձևով կլուծենք, որ անհոգ եք այդ հարցի շուրջ։ Եթե տան մեջ էլ ինչ-որ խնդիրներ կա, արհեստավոր կուղարկենք, թողե դրանք էս շտկեն, բանանեն, որ երեխեքը տաքել են, իմացեք, որ սրանով չի վերջանում, մենք ես իմ ընտանիքով ձեր ընտանիքի հետ եմ միշտ լինելու, ձեր կողքին եմ լինելու։ Աստված օրհնի ձեզ ու ձեր ընտանիքը։ Շնորհակալ եմ, Աստված բոլորիս պահապան լինի։ Գյուղացիները բոլորը որ տեսել են ես կամը եկել ա մեր բակը նկարելու, լրիվ սպասում են։ Հիմա տեսնես երբ պիտի հանդիպեք, երբ պիտի ասեմ, դե չգիտենք, հələ պիտի ընտրվենք, կանցնենք թե չէ։ Բայց ես կգամ մի օր։ Ես այդ եմ ասում, շատ կուզենայի, որ Կուզենաս դամրի։ Կուզենամ։ այդ ամենամեծը կլինի, հավատացեք։ Իսկ ձեր գյուղը ինչքան մարդ ապրում գյուղում։ Գյուղում 300 հոգի, 350, 130 աշակերտ կա, բայց դե կան որ երգեմ են։ Հա, ինչ լավ կլինի։ Համեր տամ ձեր համար։ Շատ լավ կլինի։ Բոլորը ձեզ մեծից փոքր սիրում են, իրոք։ Մանավանդ որ Վիգենի ընկերներն էլ որ լսեցին, որ պետքա նենց ստացի, որ ձեզ հետ հանդիպենք, լրիվ շոկի մեջ էին։ Մեկը կար ասում են մարմինս փշակավեց, իրոք ոնց հնարավոր է, ասում են տա Աստված, Աստծո կամքով, եթե Տերը կամենա, հաստատ կլինի։ Ու փաստորեն կամեցավ ու եղավ այս հանդիպումը, ի շնորհիվ ես կամ ծրագրի իրոք մեր սիրելի Ջավահիրը։ Շնորհակալ Ջավահիրից եւ այս ծրագրից ես նայել եմ, շատ նայել եմ, դե իմ ընկերները, գոլեգաները շատեր եղել են հյուր։ Ընդհանրապես էսի նոր չի, տարիներով անում են եւ իրանց ցանկանում է որ առողջ լինեն ու շարունակեն այս բարի գործը, որ իրանք անում են։ Մենք էլ ձեր կողքին ենք եւ
իմ անունից չէ, իմ ընկերների, բոլոր գոլեգաների անունից կարամ ասեմ, որ բոլորն էլ սիրով են մասնակցում, որովհետև այս ամեն ինչից դուրս մենք էլ մարդ ենք եւ ուզում ենք ինչ որ չափով մենք, չգիտեմ, օգտակար լինենք մարդկությանը, ասենց ասեմ։ Եվ ես կամ նախագիծը ինձ տեղեկացրեցին, որ տանը ինչ որ ունեք էլի բաների պակաս կամ ունեք այդքան էլ լավ չի։ Մի խոսքով ուզում եմ նա դուրս գանք, միասին տեսնենք դուրսը ինչ կա։ Գիտեմ, որ ինչ-որ այդպես խնդիրներ ունեիք, փորձել ենք ձեր հոգսերը մի փոքր թեթևացնենք։ Աստված ձեզ շատ օրհնի, շատ շնորհակալ եմ։ Երազանքի հետևից, հա՞ լիդ։ Ապրեք շատ շնորհակալ ենք, շատ։ Փորձում ենք ձեր հոգսերը թեթևացնենք։ Շատ շնորհակալություն։ Երբ որ ես կամը մտավ նկարելու հենց մեր սենյակում, դե երեխային տենց առանձին ննջարան չունի, բոլորով մի սենյակում են քնում։ Ես մի քիչ ամաչում եմ, պահարանները տենց իրականում չկա, մի քիչ վատ վիճակ էր սենյակը։ Ու ես կամը փաստորեն ֆիքսել էր, որ չկա ու կարիքը կար, ապրեք շատ։ Էս էլ էր մեծ անակնկալ ինձ համար, շատ ապրեք, շնորհակալ եմ։ Կտեղադրեն, սիրուն կհավաքեն, նոր Շատ շնորհակալ ենք։ անկողինների մեջ սիրուն, հանգիստ երեխեքը։ Ասում եմ, ես ետ պիտի իմ կառավատ ունենա, որ ես առանձին քնեմ, քուրիկ հետ չքնեմ։ Խնդրեմ, հետ էլ եղավ։ Ապրեք շատ։ Երբևիցե կպատկերացնեի, Ռիտա, որ քեզ լեգենդար երգիչը իր հետ շնորհակալ եմ շատ։ Դե անուշ լինի, բարի ախորժակ մեզ։ Ապրեք դե դուք էլ։ Դու քիչ եք ապրել։ Ցավոք սրտի, այո։ Կարոտում եմ տան ճաշերը, ճիշտ է որ ասեմ, մամայի սարքած։ Կինս էլ է շատ լավ։ Միշտ համեղ են, չէ՞, պատրաստում։ Բայց կինս էլ է, Լուսինեն էլ է լավ համով բաներ է սարքում, բայց գործի բերումով ես միշտ օթերի մեջ եմ հասուտում, սամալյոտների մեջ։ Եթե մի օր ստացի, որ գաք իրականում մեզ մոտ, մենք հետ փորձենք մեր տան համով պատները սարքենք, ուտենք։ Գանք, անպայման կգանք, տեսնենք։ Մի օր էլ այդ օրը մեր համար երջանկության օր կլինի, չէ՞։ Երևի մենակ երեխեքի ծնվելով եմ սենց երջանկացել, բայց այս զգացողությունը լրիվ ուրիշ զգացողություն է, որ չեմ կարա բացատրեմ ինչ է կատարվում։ Բոլոր այդ անսահման երջանկության զգացմունքները լրիվ խառնվել է իրար, որ ուզում եմ հասկանամ իրականում ես իմ հետ եղավ։ Այն որ այս բոլոր դժբախտությունների մեջ կա մի հատ գեղեցիկ լույս։ Նրա համար, որ երեխու երազանքը կատարվեց։ Ես 9 տարեկան եմ եղել, որ Հայաստանից գնացել ենք Ամերիկա։ Մենք այնտեղ դե Ամերիկա ես գնում էլի, թվում է որ ամեն ինչ լավ է, բայց մենք շատ դժվար օրեր ենք անցկացրել։ Ես շատ լավ հասկանում եմ ձեզ էլի այդ անկողինների բանը, որտեղ մենք էլ չունենք 3-4 ամիս այնց գետին ենք քնել։ Ուտելիքի խնդիր ենք ունեցել, այդ ժամանակ օգնություն կար, պետությունը օգնություն էր տալի եւ այդ գումարը որ պետք է այդ ամսական տան չէր գալի եւ մամաս այնց անկյունում նստած լացում էր, ասում էր հապետ ջան, այսօր եկանք, այս եկանք ստեղ, այս ինչ եղավ, բայց պապաս ուժեղ մարդ էր էլի եւ սկսավ աշխատել, ասենց ստեղծեց ամեն ինչ իմ համար, իմ քրոջ համար։ Անկեղծ ասած ես չեմ հիշում ինձ որ չեմ երգել։ Ես ինձ հիշում եմ, ես երգում եմ 11-12 տարեկանից, թե պապան էլ էր երգում, իր այդ գնում էի։ Ինձ որ ասում են, Եվրանից ես երգես, մեկներ կատակ եմ անում, մի ծնված օրից։ Մի խոսքով այդ օրվանից իմ կյանքը փոխվեց։ Երևի 11 կամ 12 տարեկան է, պապային ասի, մի հատ ուզում եմ ես երգեմ, ասեց ինչ երգես։ Ասի մի հատ ես երգեմ էլի։ Ու հելա երգեցի, մի հատ երգեցի, այդ օրվանից փոխվեց իմ կյանքը մինչև այսօր։ Ու ես շնորհակալ եմ Աստծուն ամեն ինչի համար, այս մի կտոր հացի համար, այն ինչ որ տվել է ինձ կյանքում, իմ ծնողներին։ Շնորհակալ եմ ամբողջ կյանքում իմ քրոջս, իմ կնոջս։ Մի խոսքով կյանքը շատ հետաքրքիր է, իր բարդ եւ լավ կողմերով, բայց ես ուզում եմ որ ձեր ընտանիքում նորից եմ շեշտում, որ ուրախություն լինի։ Ռիտա ջան, շատ կարեւոր է որ դու
քո քույրիկները, քո փոքր եղբայրը միշտ շնորհակալ լինեք քո մամային, տատիկին, պապիկին, որովհետև դա շատ կարևոր բան է։ Ես կարծում եմ, որ շնորհակալություն ասելը դա մանավանդ ծնողին շատ կարևոր է։ Հենց որ այնպես պետք է անեք, որ ձեր մաման երջանիկ լինի, ուրախ լինի, ամենալավը ինքը լինի։ Ես էլ եմ ձեզ շնորհակալ, որ այսօր, չգիտեմ, մի մեծ լույս բերեցիք մեր ընտանիքի համար։ Ես պատկերացնում եմ, որ մեր փոքրները տան երեքը, որ իմանան, իրանք էլ շատ կուրախանան։ Անկամ ես կամը, որ եկել էր մեր տուն, արդեն իրանք այդ տպավորության տակ են, որ մենք հավատում ենք, որ լինելու է մանավանդ Սամոն։ Ես կխնդրեի, եթե թույլ տաք, զանգեմ տուն, տեսնեք մնացածի։ Մայրամ, հələ լրիվով հավաքվեք։ Մամ։ Նայ, տես որտեղ ենք։ Հələ տես որտեղ ենք։ Բարև ձեզ։ Չեք սպասում։ Այսօր դեզանից ենք խոսում։ Ասում եմ, արմեջքի վիդեոն, երեց վիդեո, որ ամեն նայելիս ես ինձ եմ պատկերացնում, այդ որ սպասում եմ, շորերն եմ շորում, Էրջկոսներ եմ են օր ասում, հատազատ այդ վիդեո, այդ խումբու, չգիտեմ, չեմ կարում բացատրել։ Լավ եղեք, առողջ եղեք, ես մի օր գալու եմ ձեր տուն, անպայման գալու եմ ձեր տուն։ Ուր են երեխեքը բա։ Եկեք ստե երեխեք։ Երեխեքներն են շոկի են։ Սամո։ Սամո ջան, ո՞նց ես։ Արմեջքնա։ Մայրամը ուր է բա։ Բարև Մայրամ ջան։ Ո՞նց ես։ Ատամները թափվել են։ Ամաչում։ Լավ եղեք, առողջ եղեք, երջանիկ եղեք, մինչև կհանդիպենք։ Դե ինչ, ես մեր գեղեցիկ օրը, այս մեր հանդիպումը հասավ իր ավարտին, շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք։ Մենք ենք շատ ուրախ։ Լավ եղեք, առողջ եղեք, իմ կողմից բարևեք բոլորին, այս էլ մի փոքր ձեզ բարարան կառնեք, Ապրեք շատ փայտ կառնեք, որ երեխեքը չմրսեն, տաք լինեն։ Ես էլ ուրախ եմ, որ արդեն գիտեմ, ունեմ հարազատներ Հայաստանում, մենք դեռ շատ կհանդիպենք։ Աստված ձեր հետ լի ուրախ է, որ քեզ տեսա, ապրես։ Ձեզ ծառայի պապայի կարոտը, որ գնամ մեր գյուղ կաղոթեմ ձեր եւ ձեր ընտանիքի համար, շնորհակալ։ Ես էլ քո համար կաղոթեմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա օրը տոն դարձնելու համար։ Այսօր շատ յուրահատուկ էր ձեր մեծ սրտի համար, որ կարողացաք մեր կողքը Ես եմ շնորհակալ, Աստված բոլորիս պահապանելի։ Լավ եք երջանիկ, ջերմ բարևներ բոլորին, միջով հանդիպենք։ Ռիտ, տեսնում ես ոնց այսօր մեր երազանքը կատարվեց։ Այսօր կատարվեց իմ ամենանվիրական երազանքը, ես տեսա իրան։ Ես որ քեզ ասում եմ դու հավատա որ կրնի, ու բայց տեսար ինքը ոնց մեզ գումարով էլ օգնեց, որ էներ տակու կանկյունը ստեղծենք, ինչը որ պապան արեց ժամանակին։ Գնանք տուն, հիմա պատկերացնես ինչքան են բոլորը ուրախանալու։ Որ ասում արմեջքի հետ եմ հանդիպում չեն հավատա։ Բարձր ծափարություններով դիմավորը
մեր բոլորիս Արմենչիկ։ քանի օր առաջ մի հաղորդման շրջանակներում ես նկարահանման ժամանակ հանդիպեցի մի փոքրիկ աղջկա անունը Ռիտա։ Եթե չեմ սխալվում, Ռիտան հիմա այստեղ այսօր իր ընտանիքով նստած են այսօր այստեղ։ Ռիտայի հայրիկը զոհվել է պատերազմի ժամանակ։ Այս երգը ուզում եմ երգել, նվիրեմ նրա հայրիկին և ժողովուրդ ջան, ուզում եմ այս երգը նվիրեմ բոլոր մեր զոհված տղաներին։ Ներիր ինձ մայրիկ, որ չպահեցի խոստումս տված, դաժանել մարդը, հաղթել եմ կրվում, վկա է Աստված։ Իմ ընկերները քաջավար են գալ հանուն մայրովին, որ փակեն ճամփան այրոնով արված մեր հին ոսոխին։ Սերվիր արցուքը, ես անմահ եմ ուկան, մայր իմ սիրացուն, ու ամեն գիշեր քեզ այցի կգա, քո սուրբ երազում, իմ իշանակը հավերժ կմնա դարեր ու դարեր, իսկ դու ինձ փնտրի գարնան ժպտացում վանարևի մեջ, սրբիր արցուքը ես անմահ եմ ուկան, մայր իմ սիրացում, ու ամեն գիշեր քեզ այցի կգա, քո սուրբ երազում, իմ իշանակը հավերժ կմնա դարեր ու դարեր, իսկ դու ինձ փնտրի գարնան ժպտացում վանարևի մեջ, Աշտերը շուտով կծաղկեն ու կծովանա, կարմիր կհագնեն կակաչները վար գույնով իմ այրան, խնդրում եմ մայրիկը մի փունջ կակաչնա հենց են աղջերնա, որ ինձ ես
ասում կարոտո մամա թե մի օր գգա սրտին ասում ես ամահ եմ ու կամ մայր իմ սիրասում ու ամեն գիշեր քեզ այցի գգա քո սուրբ երազում իմ իշանակը հավերժ կնարա դարերու դարեր իսկ դու ինձ փնտրիր գալան շրտացում վանարևի մեջ սրտին ասում ես ամահ եմ ու կամ մայր իմ սիրասում ու ամեն գիշեր քեզ այցի գգա քո սուրբ երազում իմ իշանակը հավերժ կմնա դարերու դարեր իսկ դու ինձ փնտրիր գարնան շտացում վարարևի մեջ իսկ դու ինձ փնտրիր գարնան շտացում վարարևի Ողջույն Արմեն ջան, ինչպե՞ս եք։ Դուք ինչպե՞ս եք։ Պարկաս։ Շնորհակալ եմ։ Ուրախ եմ այսօրվա համար, մանավանդ որ մի երեխա էլ երջանկացավ ձեզ հետ հանդիպմամբ։ Հազար փառք Աստծո եւ շնորհակալ ենք ձեզանից։ Ես եմ շնորհակալ ձեզ։ Շնորհակալություն ինձ ընդունելու համար։ Գնանք Արմեն ջան, գնանք խոսենք ձեր Սիրով։ բարօրությունների մասին։ Սիրով։ Յուրահատուկ օր եք ունեցել, հուզիչ եւ բովանդակալից։ Ձեզ համար ամենահուզիչ պահը ո՞րն էր։ Երևի լսել այդ պատմությունը այդ ընտանիքի եւ երկրորդ ամենահուզիչ պահը, որ նայում է ես փոքրիկ աղջկան Ռիտային եւ իր աչքերի մեջ էի նայում ու ուզում էի հասկանալ ինչ է իր մեջ կատարվում, որտեվ իրանց պատմածով որ շատ երկար են սպասել որ հանդիպեն ինձ, բայց եթե այս ամեն ինչը ամփոփեմ, ամենահուզիչ պահը ինձ համար իրենց ընտանիքի պատմությունն է, իր պապայի պատմությունն է։ Ողջ ընտանիքն էր ձեզ սպասում եւ սովորաբար մեր երեխաների հետ հանդիպումը իհարկե ինքը որոշ իմաստով հուզիչ է, բայց այստեղ կրկնակի հանգամանք կար անմահացած հերոսի ընտանիքը։ Ինչպիսի ապրումներ ունեցաք, ինչ էր ձեզ համար այս տեսակ ընտանիքի հետ հանդիպումը։ Իրականում շատ դժվար է զոհված հերոսի ընտանիքին տեսնել կամ փոքրիկ աղջկան իմանալ նրա երեխաների մասին, մի տեսակ ավելի շատ պարտավորություն է եւ մի տեսակ ավելի հարգանքով է վերաբերվում այդ ամեն ինչին, որտեղ գիտես այդ տղան զոհվել է մեր համար, մեր հայրենիքի համար։ Տպավորությունները շատ անբացատրելի է, իմ մեջով շատ բաներ անցավ։ Ես մենակ խնդրեմ Աստծուն, որ ուժ տա այդ ընտանիքին, այդ փոքրիկ բալիկին, մեզ բոլորից, որ մենք կարողանանք այս ամեն ինչը հաղթահարենք։ Ես որ խոսում եմ աղջկա հետ, ասում եմ, որ դուք պետքա ուրախ լինեք, երջանիկ լինեք, փորձեք ձեր կյանքը ուրախ ապրեք, որովհետև ես համոզված եմ, որ ձեր պապան դրանից ավելի շատ կուրախանա։ Դա էր իմ խորհուրդը այսօրվա մեր հանդիպման իմ խորհուրդը հետ էր իրանց։ Արմեն ջան, բազմիցս լսել ենք ձեր բարեգործական ծրագրերի մասին։ Բազմիցս ականատես ենք եղել դրանց։ Եվ այժմ էլ դուք մասնակցեցիք մեր ծրագրին ոչ թե պարզապես մասնակցելու համար, այլ այս ընտանիքին օգնելու համար։
Ինչ է ձեզ համար բարեգործությունը։ Առաջի հերթին շնորհակալ եմ Աստծուն եւս մեկ անգամ նորից մեր Տիրոջը հիմա էլ եկեղեցում նստած, որ ինձ տվել է հնարավորություն կյանքում, որ ես կարողանամ ինչ որ չափով օգտակար լինեմ մարդկանց։ Ուրախ եմ, որ կարողացա ինչ որ չափով թեթևացնել իրենց հոգսերը։ Ես մենակ Աստծուն խնդրում եմ, որ առողջություն տա եւ ես էլ ինչքան կարողանամ փորձեմ օգտակար լինեմ։ Բարեգործությունը ես կարծում եմ մարդու սրտի մեջ է, մարդու հոգու մեջ է, անպայման չի, որ դու դրա մասին ամեն անգամ խոսած, բարձրաձայնես, դու քո մեջ գիտես ինչ ես անում ու եթե հնարավորություն ունես, դա պետք է անես։ Իմ հոգու մեջ ուրախ եմ զգում, լավ եմ զգում, որ կարողացա ինչ որ մի փոքրիկ աղջկա կամ ինչ որ մի ընտանիքի ինչ որ մի փոքր բանով օգտակար լինեմ։ Դրա համար եւս մեկ անգամ շնորհակալ եմ Աստծուն եւ որ այս ամեն ինչը ինձ տվել է, ես որ կարամ օգտակար լինեմ։ Իսկապես սերը ողորմածությունը ինքը աճում է, երբ որ տալիս ես, զարմանալի հատ բան է, չէ։ Այո, եւ ես նկատել եմ դա իմ կյանքում, երբ որ ինչ որ մի հատ փոքր մի բան արվում, Աստված դրա կրկնապատիկն է ինձ տալի։ Եվ դրա համար ես առաջինը շնորհակալ եմ Աստծուն։ Հազար փառք Աստծո։ Խնդրում եմ, որ մեզ բոլորիս առողջություն տա, որ կարողանանք օգտակար լինենք, որտեղ ժամանակին էլ մարդիկ մեզ են օգտակար եղել։ Կյանքը տենց է։ Իսկ դուք փոքր բան չեք արել, մանավանդ մեր աղջիկները ասացին, որ անգամ թույլ չեք տվել, որ դա նկարահանեն, դրա մասին խոսեն։ Շնորհակալ ենք ձեզանից, ձեր բարի սրտի համար, ձեր բարեգործության համար, այս ընտանիքի կողքին լինելու եւ նրանց օգնելու համար։ Ես եմ շնորհակալ եւ շնորհակալ եմ այս գեղեցիկ հաղորդմանը կազմակերպիչներին նման առիթ ստեղծելու եւ նման բարի գործ անելու համար։ Եկեք աղոթենք ձեզ համար, խնդրենք, որ Աստված ձեզ օրհնի։ Շնորհակալ եմ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Օրհնյալ ես Տեր Աստված ամենակալ, արարիչ ամենայն արարածոց։ Միայն բարի եւ բարերար եւ աղբյուր բարության։ Աղաչեմ եւ խնդրեմ քիքեն Տեր, շնորհյա ըշնորս բարության արմեն ծառայիս քո եւ արժանավորյա գոհությամբ փառավորելս քեզ ընդհոր եւ ընդհոգույց սրբով, այժմ եւ միշտ եւ հավիտյան Սավիտենից, ամեն։